շարունակում ենք տնտեսության մասին խոսալը ու Հայաստանը այս տնտեսության մեջ համաշխարհային։ Խնդրեմ։ Երամ Հիմա վերադառնանք խնդիրը, օրինակ Չինաստանի պարկը մոտավորապես կազմում է 70-80% հնայի։ Ճապոնիայի պարկը 200% հնայի համարյա։ Ամերիկայինը ստացվում է 123% հնայի։ Համեմատորակ թվում է թե Ամերիկայինը դե այդքան մեծ չելը չի հասել, ոնց որ ասած Ճապոնիայի չափերի, չէ՞։ Բայց շատ կներեք Ճապոնիայի էկոնոմիկան Ամերիկայի էկոնոմիկայի չափ հզոր չի ու այդ մեծ ազդեցություն չունի համաշխարհային էկոնոմիկայի վրա։ Լսեցիք, չէ՞։ Եվ ճապոնական շուկան ֆինանսական այդքան հզոր չի ոնց որ ամերիկյան, եւ ճապոնական տնտեսության կառուցվածքը ամերիկյանի պես չի։ Ճապոնիան ֆինանսական համակարգը այդքան ուղղճացված չի, այնտեղ կա ռեալ տնտեսություն կա։ Ճիշտ է, Ճապոնիան վերջի 20 տարում տնտեսական աճ ցույց չի տալիս։ Տոկոսադրույքները մինիմում են, համարյա զրոյականին մոտ է, պատկերացնում եք, ու աճ չի տալիս, բայց Ճապոնիան դա բավականին կոմֆորտ զոնայում է գտնվում այդ վիճակում, որովհետև չունի աճ եւ չունի, այսպես ասած, մեծ խնդիրներ, քանի որ նա ճապոնական յենը չի համարվում համաշխարհային, այսպես ասած, ռեզերվային վալյուտա։ Ճիշտ է, ինքը համարվում է որոշ չափով, բայց այդ մասշտաբներով չի, ասենք, օրինակ ամերիկյան դոլարը համաշխարհային բոլոր ռեզերվային վալյուտաների բանում զամբյուղում կազմում է մինիմում 50%։ Ասենք, այնտեղ կա ոսկի, ինչ-որ մասով, այնտեղ կա, ասենք, բոլոր կենտրոնական բանկերը ունեն պահուստներ, չէ՞։ Հա, արտարժույթով։ Այնտեղ կա ոսկի, այնտեղ կա դոլար, այնտեղ կա տարբեր, ասենք, յեն, կարող է լինի ֆունտ ստերլինգ, կարող է լինի շվեյցարական ֆրանկ, կարող է լինի կանադական դոլար, բայց հիմնական մասը դա դոլարն է։ Ամերիկյան դոլարը այսօր համաշխարհային առևտրում կազմում է մոտավորապես 45%, բայց ժամանակին եղել է 70%։ Բրետոն Վուդյան համակարգը փլվելուց հետո 1976 թվականին ամերիկյան դոլարը դառավ համաշխարհային հիմնական արտարժույթը, որով ակտիվներ ունեն միջազգային առևտուրը։ Եվ ինքը դառավ միջազգային առևտուր։ Դրա հետևանքով ամերիկան ստիպված էր միշտ մեծացնել դոլարի տպումը, էմիսիան։ Ինչի՞ համար, որովհետև ինքը արդեն դոլարը տպում է ոչ թե միայն իր տնտեսության համար, ինքը դոլարով ապահովում է ամբողջ աշխարհի համաշխարհային առևտուրը։ Այսինքն ոնց որ ամերիկյան կենտրոնական բանկը կամ ֆեդերալ ռեզերվային բանկը, որ ասում են, դառել էր ոչ թե միայն Ամերիկայի համար բանկ, այլ համաշխարհային բանկ էր։ Ինքը սպասարկում էր աշխարհը, այսպես ասած դրամով, որ աշխարհի առևտուրը, աշխարհի տնտեսության զարգացումը ոչ մի բան չխանգարի, որտեղ եթե տնտեսությունը